Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏՀ Հայաստան Նյուզը, տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը կաջակցի Հայաստանին։ Նիկոլ Փաշինյանն ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա։ Էրդողանը գոհունակություն է հայտնել։ Օսիպյանի համար նստացույցը շարունակվում է։ Այս եւ այլ թեմաների վերաբերյալ կխոսենք առաջիկա րոպեներին։ Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին Եվրամիությունը փնտրում է արագ արձագանքման ուղիներ եւ քննարկում Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը։ Բրյուսելը համերաշխ է Ռուսաստանի աճող տնտեսական ճնշումների դեմ կանգնած Հայաստանի հետ եւ փնտրում է արագ արձագանքման ուղիներ։ Հայաստանի արտգործնախարարի հետ զրույցից հետո Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսն է գրել X-ի իր միկրոբլոգում։ Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել Երևանին, թեև դրա հստակ ծավալը դեռևս որոշված չէ։ Դրամական օժանդակությունից բացի Բրյուսելը մտադիր է Հայաստանի համար սահմանել արտոնյալ պայմաններ առևտրի ոլորտում։ Խոսքը առևտրի ինքնավար միջոցառումների մասին է, որի շրջանակում հայկական որոշ ապրանքներ կարող են եվրոպական շուկա մտնել առանց մաքսատուրքերի եւ քվոտաների։ Այս գործիքը Եվրամիությունը սովորաբար կիրառում է, երբ անհրաժեշտ է լինում աջակցել գործընկերներին ճգնաժամային իրավիճակներում տնտեսությունը կայունացնելու եւ եվրոպական շուկային ինտեգրումը խորացնելու համար։ Ռուսաստանը շարունակում է ընդլայնել Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ լեզվակռվի մեջ չի մտնելու Ռուսաստանի հետ, ավելին ընտրություններից հետո մեկնելու է Մոսկվա։ Ռուսաստանի նախագահը հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզա բացի շնորհավորանքներից մենք նաև գործնական խոսակցություններ ունեցանք եւ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք եւ բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Ռոսել Խոզնաձորը հունիսի 3-ի ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից առաքվող կորիզավոր մշակաբույսերի, պտուղների, սմբուկի, կարտոֆիլի եւ ջրերի ներմուծման, ինչպես նաեւ նշված ապրանքների ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցման նկատմամբ։ Նշվում է, որ սահմանափակումները կգործեն մինչև արտահանվող ապրանքների անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Ըստ ռուսական կողմի սա հերթական անգամ հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը բախվում է կառուցվածքային խնդիրների եւ չի կարողանում լիարժեք իրականացնել գյուղատնտեսական արտադրողների վերահսկողության իր լիազորությունները։ Նիկոլ Փաշինյանը սխալ քայլ էր որակել Ռուսաստանի կողմից այս սահմանափակումները։ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամի եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում նոր զարգացումների վերաբերյալ կզրուցենք քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի հետ։ Պարոն Բաղդասարյան, ընտրություններին ընդառաջ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների կտրուկ լարման պատճառների վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ձեր դիտարկմամբ ինչու հիմա եւ ինչ զարգացումների դեռ կարող ենք ականատես լինել այս ուղղությամբ։ Լարվածությունը հիմա չի, լարվածությունը շատ ավելի վաղ է սկսվել։ Հիմա ավելի թեժ փուլ է, որովհետեւ ընտրություններ են Հայաստանում։ Ես տպավորություն ունեմ, որ Ռուսաստանում շատ երջանիկ չեն լինի, եթե Հայաստանի իշխանությունները վերարտադրվեն։ Դրա համար այս լարվածությունը ավելի է սրվել, որպեսզի Հայաստանի ժողովուրդը, Հայաստանի ընտրողները ավելի հստակ պատկերացնեն, թե ինչ տեղի կունենա, եթե Հայաստանի այսօրվա իշխանությունների արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը շարունակվի եւ Հայաստանը, այսպես ասենք, անշեղորեն շարժվի դեպի արևմուտք, դեպի Եվրամիություն։ Կարծում եմ սա է պատճառը, որ հենց հիմա է սրվել, իրականում այդ հարաբերությունները բավականին լարված են, բարդ են արդեն մի քանի տարի։ Բայց արդյոք այս իրավիճակն էլ ավելի չի խորացնում Հայաստանում Ռուսաստանից եղած դժգոհությունները։ Նիկոլ Փաշինյանն էլ նշել էր, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ սահմանափակումների կիրառումը սխալ քայլ է, քանի որ այն մարդկանց տրամադրում է Եվրասիական տնտեսական միության դեմ։ Կարծում եմ սխալ քայլ է, կարծում եմ այո, այդպիսի բան կա, նույնիսկ տեսակետներ կան, թե գուցե Ռուսաստանի իշխանությունները դիտմամբ են այդպես անում, որովհետև թաքուն ուզում են օգնած լինել օրվա իշխանություններին, չեմ կարծում, թե դա այդպես է, հավանաբար ռուսական քաղաքականությունը միշտ էլ կացնային է աշխատել, դա շատ վատ է եւ կարծում եմ իրենք շատ ավելի կոշտ են փորձել ուղակի ավելի հստակ բացատրել Հայաստանին, որ Հայաստանը գնալու տեղ չունի։ Բայց մինչև ուր կարող է հասնել այս լարվածությունը ձեր դիտարկմամբ, թե ընտրությունների արդյունքներով ամեն ինչ պարզ կդառնա եւ դրանից հետո գուցե մեղմվի։ Ընտրությունների արդյունքներով պարզ կդառնա, չեմ կարծում, թե կմեղմվի եւ չեմ կարծում, թե Հայաստանի իշխանություններն են, որ պիտի որոշեն այդ հարցը։
Սա այն դեպքը չի, որ Հայաստանի իշխանությունները ասեն, երբ կուզենանք հանրաքվե կանենք, երբ կուզենանք դուրս կգանք, սա մեկ, որտեղ այնտեղից հստակ ասել են, որ չէ, արդեն ձեր ժամանակը սպառվել է, սա առաջինը, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունները մեծ հավանականությամբ կանեն այն, ինչ Հայաստանին կթելադրվի Ադրբեջանից եւ Թուրքիայից, որովհետեւ մեր տարածաշրջանում Հարավային Կովկասում ռուս-թուրքական շատ կոշտ մրցակցություն է ընթանում ազդեցության համար, Թուրքիան շատ մեծ ազդեցություն ունի արդեն Ադրբեջանում, Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ Վրաստանում ունեն հսկայական տնտեսական, ֆինանսական ազդեցություն, մնում է Հայաստանը եւ Թուրքիան կամ ուղղակիորեն կամ Ադրբեջանի միջոցով պիտի պարտադրի Հայաստանին, ինձ թվում է նրանք կպարտադրեն Հայաստանին, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից։ Բայց Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ նման պլաններ չունեն, առայժմ չունեն ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ։ Առայժմ գուցե իրենք հայտարարում են, որ չունեն, բայց եթե ճնշումներ լինեն եւ պարտադրանք լինի, մենք տեսնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմը ինչ պարտադրում է, Հայաստանի իշխանությունները անում են։ Հետո դա ներկայացնում է որպես ոչ թե պարտադրանք, այլ մեր շահերից էր բխում, բայց դա կարծում եմ այդպես է, եթե այդ պարտադրանքը լինի, դա պայմանավորեն խաղաղության համաձայնագիր ստորագրել չստորագրելով կամ հայ-թուրքական սահմանը բացել չբացելով, Հայաստանի իշխանությունները դուրս կգան եւ կասեն, որ դա հանում են հանուն բեր ինքնիշխանության եւ այլն եւ այլն։ Եվրամիությունը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները եւ աջակցություն հայտնել Հայաստանին, հայ-եվրոպական հարաբերությունների ներկայիս փուլը դուք ինչպես եք գնահատում եւ ինչ զարգացումների այս ուղղությամբ կարող են ականատես լինել։ Ես կուզենայի, որ մեր հասարակությունը ճիշտ ընկալեր իրավիճակը, հիմա ոչ թե Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց է, այլ Հայաստանը ԵԱՏՄ-ից եւ ավելի կարեւորը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց է։ Այսինքն Հայաստանը չի շարժվում դեպի Եվրամիություն, չի կարող շարժվել եւ Եվրամիությունը խնդիր չունի ընդլայնվել իր աշխարհագրական տարածքից դուրս։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո Մոսկվա է գնալու, ինչ սպասել այս այցից։ Եթե ինքը կարծում է, թե կարողանալու է գնալ այնտեղ այդ խնդիրները կարգավորել, ուրեմն նա հույս ունի, որ այնտեղ Ռուսաստանի պահանջները պիտի կատարի։ Կամ էլ ռուսները պիտի իրենց պահանջներից ետ քաշվեն, չեմ կարծում, թե ետ կքաշվեն։ Դրա համար էլ ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը այնտեղ կկարողանա այդ խնդիրները կարգավորել։ Կամ էլ, եթե կարգավորելու է, ստիպված է լինելու անել այն, ինչի դեմ հիմա իբր պայքարում է։ Այսինքն պարզ ասած գնալու է հստակ սահմանափակի Հայաստանի ինքնիշխանությունը, որի դեմ իբր ինքը պայքարում է, հակառակ դեպքում որևէ հարց չի կարողանալու կարգավորել։ Մենք պիտի հասկանանք, սա ծիրանի ու պոմիդորի պայքար չի։ Սա նույնիսկ էժան գազի, չգիտեմ, էներգակիրների պայքար չի։ Խոսքն այն մասին է, որ Հայաստանի իշխանությունները մեր տարածաշրջանը դարձնում են գերտերությունների բախման թատերաբեմ, եւ տեսեք, Ռուսաստանից մեզ չեն ասում ենք ձեր ծիրանի մեջ էսի ինչ ենք հայտնաբերել։ Այդ սպառնալիքները բարձ են, բայց ասում են դուք գնում եք դեպի Հայաստանի ուկրաինացում։ Իսկ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ամենևին էլ այդպես գյուղմթերքների պատերազմ չէր, այնտեղ շատ լուրջ կոշտ պատերազմ։ Մեզ չեն ասում դուք վատ կապրեք, ձեր ծիրանը կմնա ձեզ, ասում են դուք գնում եք ուկրաինացման ճանապարհով, այսինքն անվտանգային սպառնալիքներ են մեզ հղվում եւ ոչ թե վատ ապրելու եւ այլն, որտեղ եթե խնդիրը իսկապես լիներ, որ մենք հանուն ինքնիշխանության պիտի մեր գոտիները մի քիչ ձգենք, այո, մենք դա կանեինք, բայց մենք հասկանում ենք, որ գոտիներ ձգելու խնդիր չի։ Անվտանգային ռիսկեր կան առաջին հերթին եւ բազմաթիվ եւ այլ, որ մեզ կարող են դարձնել բախումների թատերաբեմ, հերթական թեժ օջախը, մի խոսքով չասեմ, այս խնդիրը շատ ավելի լուրջ է, կարող է Նիկոլ Փաշինյանը գնալ եւ ենթադրենք հայկական սմբուկի վաճառքի հարցը լուծել կամ կարտոֆիլի, բայց ավելի լուրջ հարցեր նա լուծել պարզապես չի կարող, որովհետեւ իմ տպավորությամբ այդտեղ անդառնալիության կետը Հայաստանը հատել է։
Ինչ է քննարկվել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի ընթացքում։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով, իսկ Էրդողանը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51-րդ տարեդարձի առիթով։ Ըստ պաշտոնական հաղորդագրության զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ եւ գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահի այցը Հայաստան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա-Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը եւ ախալքալակ կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ եւ Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։ Գեղամ Օհանյանն անժամկետ նստացույց է սկսել երկու շաբաթ հացադուլի մեջ գտնվող Արթուր Օսիպյանի համար։ Օհանյանը մեծ զրույցում ասաց, որ Արթուր Օսիպյանին անձամբ չի ճանաչում, բայց համարում է, որ նրա իրավունքները խախտվել են։ Դրա համար էլ շուրջօրյա անժամկետ նստացույց է սկսել։ Այս պահին նամակ ենք եղել, բաց նամակ ենք եղել Հայաստանի Հանրապետության նախագահին, որպեսզի ինքը միջնորդություն ներկայացնի գլխավոր դատախազություն որպես երաշխավոր, որպեսզի Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխեն, որ նրա ազատ խոսքի իրավունքը վերականգնվի։ Այս process-ը լրիվ անընդունելի, անհասկանալի է։ Իրենք երեք մեղադրանք են փաստորեն բանել՝ խուլիգանություն, ագրեսիայի խոսք եւ քարոզարշավի խոչընդոտում։ Սրանցից ոչ մեկ քրեական բան չի ենթադրում, այսինքն այդ մարդը կարա դատի միջով անցնի, բայց լինի ազատ։ Մենք հիմա պատրաստելու ենք շատ մանրամասն նամակ, կետարկետ նշելու ենք, թե ՄԻՊ-ը ինչ էր պետք է անի, ինչ գրասենյակների պետք է դիմի, ինչ գործողություններ պետք է անի եւ այդ նամակը ուղարկելու ենք ՄԻՊ, որպեսզի ՄԻՊ-ին ուղարկված նամակը չլինի ուղարկի հանրային կոչ, ցանկություն, ճնշում, այլ կոնկրետ գործողություններ ենք դրթելու, որպեսզի հետո իրենք պատասխան տան իրենց անգործության համար։ Մայրաքաղաք Երևանում երթևեկությունը շարունակում է ծանրաբեռնված մնալ։ Մինչդեռ կարմիր գծերի վճարը թանկացնելիս քաղաքային իշխանությունները վստահեցնում էին, նպատակը Երևանի կենտրոնի բեռնաթափումն ու երթևեկության կարգավորումն է։ Թեմային իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել։ Երևանի կենտրոնում մեքենա կայանելը հեշտ գործերից չէ։ Այնինչ ավելի քան 2 տարի առաջ Երևանում վճարովի կայանատեղիների համար գումարը թանկացնելուց քաղաքապետարանը խոստացել էր լուծել այս հարցը։ Երևանի քաղաքային իշխանությունը թանկացումը հիմնավորում է երթևեկությունը բեռնաթափելու եւ կենտրոնում կայանվող մեքենաների թիվը նվազեցնելու անհրաժեշտությամբ։ Իմ կարծիքով չի ասել իր նպատակին, ես որպես քաղաքացի, որպես վարորդ իմ անհամաձայնությունն եմ հայտնում այս որոշման հետ կապված։ Ի սկզբանե ԻԲՆ այդ որոշումը ընդունվեց, որպեսզի քաղաքային երթևեկությունը բեռնաթափվի, կոնկրետ կենտրոնի մասին է խոսքը։ Բայց դեռ չընդունված էլ ես եւ իմ նման շատ մտածողներ, որոնք վարում են, համաձայն չէին այդ մտքի հետ, որ այդ որոշումը բեռնաթափելու է երթևեկությունը Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի։ Դավիթ Բալասանյանն ավելի քան 18 տարի է Երևանում մեքենա է վարում։ Հաճախ է ստիպված լինում վճարել կայանման համար, բայց միշտ չէ, որ կայանման տեղ է գտնում։ Նա երբեք չի վճարել կարմիր գծերի տարեկան փաթեթի վճարը։ Շատ մեծ գումար է, ասում է Դավիթը։ Նրա կարծիքով թանկացումից հետո մայրաքաղաքի երթևեկությունը էականորեն չի փոխվել, հակառակը, խցանումները շարունակում են մնալ քաղաքի գլխավոր խնդիրներից մեկը։ Փողոցների ծանրաբեռնվածությունը, որը առաջանում է նաև պարկինգների, այսինքն ուղեգոտիների վրա կանգնացնելու պատճառով, դա էլ առաջացնում է մեծ խցանումների առիթ է դառնում, դա էլ որպես այդպիսին մեր առողջությունից ստանում է։ Չգիտեմ, կոնկրետ պետք է շատ լրջորեն եւ անհապաղ սրա մասին մտածել, ոչ թե ուսումնասիրեն, այլ հստակ պետք է քայլեր ձեռնարկեն արդեն։ Երևանում բավարար ավտոկայանատեղիներ չեն ստեղծվել, իսկ որոշ հատվածներում կարմիր գծերն ու հասարակական տրանսպորտի համար նախատեսված առանձնացված գոտիները միմյանց խոչընդոտում են, կարծում է Երևանի ավականու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչը։ Նախ առաջինը պրիմիտիվ մի հարց։ Երևան քաղաքում առանձնացված ավտոբուսների գծեր գոյություն ունեն։ Ասում ենք, այդ գծերը, որ առանձնացրել եք, այդտեղից այդ կարմիր գծերը հանեք, համ կարմիր գծերից եք գումար հավաքում, համ այդ մարդկանց չեք թողում ավտոբուսները առանց հերթ, ոնց բացատրենք, առանց հերթ գնան։ Հանեք կարմիր գծերից, հետո մնա միայն ավտոբուսի գծեր, որ գոնե ավտոբուսների համար չլինի խցանումներ։ Ոչ, իրանք համ բանը տրանսպորտ են թանկացրել,
Համի հատ այդ թանկացման գումարն են հավաքում, համ այդ կարմիր գծերը մեքենա գնում կանգնում այնտեղ, ուզում է դուրս գա, այս ավտոբուսները գալի այդտեղ կանգնում են։ Կարմիր գծերի թանկացման հետ Երևանի ավագանում Մայր Հայաստան խմբակցությունը համաձայն չէր, գործը տեղափոխվեց դատարան։ 2024 թվականի վերջին ավագանին պահպանեց գործող դրույքաչափերը, իսկ 2025 թվականի հունվարին Մայր Հայաստան խմբակցությունը դիմեց վարչական դատարան, վիճարկելով որոշումը։ Խմբակցությունը հաղթեց թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարաններում։ Դատարանը եզրահանգել է, որ քաղաքապետարանին չի հաջողվել որևէ կերպ հիմնավորել վճարի շեշտակի թանկացման անհրաժեշտությունը եւ այն հակասում է վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքին, սակայն վճարների չափը մինչ օրս անփոփոխ է։ Կարմիր գծերի թանկացումը 12000-ից 160000 դրամ Տիգրան Ավինյանի վրա նստել է։ Ասեմ, որ ինքը հասկանա ինչ եմ ասում։ Մի 100-ից 200,000 դրամ սովորական ներք են առել կարմիր, այն գծերը նորից մքացրել են։ Իսկ գիտեք դրա այդ ամեն ինչի շնորհիվ ինչքան գումար է հավաքել 2 միլիարդ 100 միլիոն դրամ։ Ինչքան ժամանակահատվածում։ 25 թվականին։ Ամեն տարի Երևանում ավելի քան 10,000 նոր ավտոմեքենա է ավելանում, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է մայրաքաղաքի առանց այն էլ գերծանրաբեռնված փողոցները։ Քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքով կարմիր գծերի թանկացման անհրաժեշտությունը գնահատել հնարավոր չէ։ Կարմիր գծերի թանկացումից հետո, քանի որ երթևեկության շատ փոփոխություններ են եղել վերջի 2 տարիներում, երթևեկության վրա ազդեցությունը թանկացման հենց ռեալ հնարավոր չի ասել, որ հենց այս փոփոխությունը եղավ այս դրական ազդեցության հիմքը, քանի որ զուգահեռ շատ փոփոխություններ են իրականացվում, դա ընդհանրապես մի մասն է, գուցե փոփոխությունների եւ այլնի ինչ որ մի տոկոսն է կազմում ինքը։ Մինչ քննարկումները շարունակվում են, խցանումները Երևանի փողոցներում շարունակում են մնալ ամենօրյա անհարմարություն եւ հայտնի չէ, թե կարմիր գծերի թանկացումը երկարաժամկետ հեռանկարում կլուծի կայանման եւ երթևեկության խնդիրները, թե վարորդների համար կմնա հավելյալ ֆինանսական բեռ։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ Բալետային հրավառություն Երևանում։ Հունիսի 2-ից 6-ն անցկացվում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին եւ այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում եւ հանրային հնչեղություն է ստացել, դառնալով մայրաքաղաքի ամենասպասված եւ գլխավոր մշակութային իրադարձություններից մեկը։ Փառատոնի շնորհիվ Երևանը վերածվել է միջազգային բալետային արվեստի կարևոր հարթակի, որը համախմբում է աշխարհահռչակ թատրոնների, բալետմայստերների, արտիստների ու ստեղծագործական խմբերի։ Հունիսի 5-ին եւ 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ Սասունցի Դավիթ բալետ օրատորիան։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։